Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր խոսելու ենք Աննա Հակոբյանի մասին, ավելի շուտ իր ասածների մասին։ Ես հրավիրել եմ զոհված զինվորի մայր Նայրա Մելիքյանին, մի քիչ ծանր խոսակցություն է լինելու, բայց մենք փորձելու ենք վերլուծել, թե ինչեր է ընթացքում 2018 թվականից սկսած խոսել վարչապետի կողակիցը Աննա Հակոբյանը։ Բարև ձեզ տիկին Նայրա։ Բարև ձեզ Նարինե ջան։ Նախ ողջունում եմ, որ դուք ձեր զենքերը վայր չեք դնում, կանգուն եք եւ միշտ դուք ասել եք, որ մեր երեխաների արյունը իզուր երբեք չի թափվի, բայց տիկին Աննա Հակոբյանը եկավ եւ ասաց, որ այդ արյունը, որ դեռևս 90-ական թվերից թափվել էր, իզուր էր։ Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր են ունեցել, երկու կողմից էլ հազարավոր զոհեր են ունեցել, բայց այդ մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչինչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը։ Եվ ես շատ լավ հիշում եմ, որ իմ գոլեգաները նույնիսկ Ռուսաստանից, ռուսներ, եկել էին եւ Աննա Հակոբյանի հետ գնացել էին Արցախ եւ այդ խոսքը, որ հետագայում թևավոր դարձավ, նա հնչեցրել էր իբրև թե խաղաղության առիթով։ Ինչ էիք զգում այն ժամանակ, հասկանում էիք այս կինը ինչ է ասում։ Նարինե ջան, գիտեք, ես բազմիցս ասել եմ, ես տեսեք ինքս եղել եմ շատ ակտիվ քաղաքացի։ Չի եղել այդպիսի ընտրություն, հետընտրական պրոցեսներ, ակցիաներ, որոնց ես չեմ մասնակցել։ Սակայն այդ 18-ի անիծյալ Թավիշ կոչեցյալը եղել ըստեյության միակ այդպիսի փողոցային ակցիան, որին ես որևէ րոպե չեմ մասնակցել, որտեղ այս հոտառության ողնաշարով ես հասկանում եմ, որ ինչ որ մի բան է ինչի, որտեղ տեսնում էի այդ փողոցներով այդ հղի կանանց մարշերը, հետո չգիտեմ մայրերի, հետո պարպարային խմբերը, այնպես այդ ամենը կազմակերպված էր, որ աչք էր ծակում։ Իհարկե, երբ այս տիկինը այն ժամանակ դեռ նոր էին ըստեյության սրանք բացում իրենց այս չարաբաստիկ խաղաղության դարաշրջանը դաջակերտների մեջ, երբ նա ստեղծեց այդ կանայք հանուն խաղաղության այսպես կոչված նախաձեռնությունը, եւ հիշում եք այդ նախաձեռնության շրջանակներում նա նաեւ դիմում էր ադրբեջանցի մայրերին եւ հենց այդ համատեքստում էր, որ հայտարարել էր, թե հազարավոր զոհերը եղել են հանուն ոչինչի։ Դա իհարկե այն ժամանակ էր ինձ մոտ ահռելի զայրույթ առաջացրեց, քանի որ ըստ էության այդ հայտարարությամբ նա պղծում էր մեր Արցախյան առաջի պատերազմի, մեր ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի եւ նորից անհետ կորածների, շատ մեծ թվով անհետ կորածների հիշատակը եւ նրանց սեփագործությունը։ Բայց հիմա արդեն լինելով այդ որդեկորուս մոր կարգավիճակում եւ իհարկե հատկապես 20 թվականից հետո ականատեսը դառնալով այն բոլոր ավերածությունների, որ դրանք բերեցին մեր գլխին, ես նրա այդ խոսքերը շատ ավելի խորքային եմ հասկանում, դա ըստ էության իրենց այդ մեր բանակի վրա հարձակման սցենարի էպիզոդներից մեկն էր, այսինքն դրան է ստանում, զոհերը իզուր են, բանակը իզուր է, պայքարը իզուր է, այս կեղծ խաղաղությունը, բայց խաղաղություն հանուն ոչինչի, որտեղ խաղաղությունը պիտի լինի հանուն ինչ-որ բանի, խաղաղությունը պիտի լինի հանուն պետականության, հանուն հայրենիքի, հանուն մեզ զավակների, այսինքն ինչ խաղաղություն։ Հետևաբար, այո, դա մանիպուլյացիա է, այս տիկինը այն ժամանակ իր առաջին քայլերն են դավադի անում, եւ իհարկե շատ լավ հիշում եք նաեւ, որ այդ նույն կանայք հանուն խաղաղության այդ նախաձեռնության շրջանակներում նա նաեւ մի շարք այլ հայտարարություններ էր արել, օրինակ Ալիևի տիկնոջը հրավիրում էր Արցախ մուղամ լսելու եւ ասում էր նա Շուշի էր հրավիրում թեյախմության եւ այնուհետեւ նրա այդ մահաբեր այդ հայտարարությունները ըստ էության իրականացան, Ալիևը եւ տիկինը հայտնվեցին Շուշիում, Շուշին ստացան նվեր ըստ էության եւ այնտեղ ոչ միայն մուղամ լսեցին, այլ նաեւ թեյ խմեցին եւ տրոյեցին հայ պատիվը։
Այդ առաջին այցից հետո ինքը մեկնեց Ռուսաստան, երբ որ Արցախ էին գնացել կանայք, որոնց մեջ նաև ռուսներ կային, եւ իր Մոսկվայի այցելությունից հետո իրենք էլ չէին ընդունել իր խաղաղության ձևաչափը, բացատրելով նաև, որ շատ տարօրինակ կին է առաջին հերթին, մնացած մանրամասները չասեմ, որովհետև գիտեք, երևի շատ խելք պետք չէ, որ հասկանալ, որ խաղաղության չեն գնում թուլացնելով ազգը, այնինչ արեցին։ Հետագայում պատերազմի ժամանակ, եթե այդքան իզուր էր, ինչու նա ջոկատ կազմեց, իբրև թե անունն էլ դրեց այնպիսի մի անուն, որը տապալվել է պատմության մեջ, հայոց պատմության մեջ, այդ էրատոն ինքը տապալվել է։ Դա միամիտ էր, թե էլի նորից նախանշաններն էին իրենք ցույց տալիս, բայց սովորական մարդիկ չհասկացան։ Ինչ եք կարծում։ Գիտեք, ինձ սովորական մարդիկ իհարկե չհասկացան, որտեղ եթե մեզ նման բավականին քաղաքականապես զարգացած մարդիկ այսինքն հասկանում էին, որ մի բան այն չէ, բայց միևնույն է ամբողջ խորությամբ չէին պատկերացնում այս արհավիրքը եւ նաեւ այս ծրագրի, ցեղասպանական ծրագրի մասշտաբները, այսինքն մեր ուղեղը թույլ չէ տալիս մեզ հավատալ, որ հայկական իշխանություն, այսինքն հայ մարդիկ, որոնք եկել են իշխանության, կարող են ուրեմն նման ցեղասպանական ծրագիր իրականացնել, բայց այսօր դա ակնհայտ է ավելի քան։ Ես նաև գիտեք ինչ հիշեցի նաև հիշում եք Գրատիկինը այդ նույն խաղաղության դարաշրջանի համատեքստում քարոզում էր, որ մենք հալենք բոլոր փամփուշտները, դրանից պատրաստենք զարդեր, դրանցով զարդարվենք, այսինքն գնում էր այդ քարոզչությունը, որ մեզ զենք պետք չի, որ մեզ ըստ էության բանակ պետք չի, հետևաբար զոհեր չենք ունենա, եւ այլն, եւ դրա գլխավոր նպատակը իհարկե հենց թմրեցնել մեր զգոնությունը եւ այդ գեղեցիկ բարի խաղաղության անվան տակ մեր տուն բերել ավեր եւ զոհեր։ Իսկ մենք քայլ առ քայլ կետ առ կետ ուղղակի վերլուծենք ինչեր է ասել, հետո արդեն կփակենք ոնց որ իմաստալից որ ստացվի։ Երրորդ հարցը, որ ինքը գնացել էր այսպես կոչված բունկեր ու շատերը հարց էին տալիս, ինչ գործ ունի վարչապետի կինը զինվորականների շրջանում։ Իսկապես ես պատերազմի ժամանակ եղել եմ Արցախում ու ես չեմ պատկերացնում ինչպես կարող է կինը, օտար կինը, կապ չունի վարչապետի, մտնել մի տեղ, որտեղ ասենք ինչ որ ռազմական սխեմաներ կան եւ այլն։ Դա նորից այս դավադի ծրագրի անբաժանելի մասն էր անկապտելի, չմոռանանք, որ այդ օրերին Աննային իջեցրել էին ստեղ այդ բունկեր, նույն Արայիկ Հարությունյանը այն Չարաբաստիկ ԿԳՄՍ նախարար կոչվածը, որ այժմ Նիկոլի աշխատակազմի ղեկավարն է, հայտնվել է Սյունիքում, այսինքն այնտեղ էր ամեն բան անում, որպեսզի բանակը տանեն պարտության, նույն այդ Արգիշտի Կիվիրյանը հայտնվել էր Շուշիում, եւ այսպես նրանք բաժանվել էին, հիշում եք Ավինյանը նույնպես հայտնվում էր այստեղ այնտեղ եւ ամենուր, այսինքն թշնամին սողոսկել է մեր հատուկ կառույցներ, որոնք ըստ էության հույժ գաղտնի պահպանվող տարածքներ էին եւ թշնամու հետ համագործակցելով անում էր ամեն բան, որպեսզի բանակը տարվեց պարտության, որպեսզի ապահովեին ամենօրյա կտրվածքով ահռելի քանակությամբ զոհեր եւ ստացվեց, որ մեր բանակը չի կարողացել դիմակայել, որ չգիտեմ հետո ինչպես ասում էր Շուշին դժգույն եւ այդ դժբախտ քաղաքը նույնպես մեր ինչին էր պետք եւ էլի դեղել համապատասխան պաշտպանություն չէր եղել։ Հիշում եք նաեւ սկսեցին մեղադրանքներ նրա վրա էին գլորում ում մեղքով ընկավ Շուշին, այնինչ այդ ամենի հետևում կանգնած էին սրանք եւ որպես այդ տիկնիկ խաղացնողներ բոլորին շատ լավ խաղացնում էին։ Եվ նաեւ ասեմ Նայնե ջան, դա ինչի այդպես իրենց մոտ շատ լավ ստացվեց, որտեղ 18-ին իշխանության գալուց ի վեր Նիկոլը սկսեց արդեն քանդել բանակը, նա պաշտոնազրկեց այն բոլոր փորձառու մեր բարձրաստիճան սպայակազմի, շատերի նկատմամբ սկսեցին քրեական հետապնդումներ, դատական վարույթներ հարուցվեցին, ոմանց կանչեցին կարծում եմ նաև կոմպրոմատներով վախացվեցին, սպառազինությունների պլանը ամբողջությամբ փոխվեց եւ այսպես ամեն բան արվեց
որպեսզի արդեն պատերազմի ընթացքում նաև իրեն կողմից իջեցված այդ հատուկ դեսանտի միջոցով այդ դավադիր պատերազմում, դավաճանական պատերազմում մենք կրենք այդ հայտարարած պարտությունը եւ ունենանք հազարավոր զոհեր։ Եթե անտակտ չեք համարի, որպես կին նորմալ եք համարում, որ կինը գնացել է իբր պատերազմ, իսկ ամուսինը Երևանում կամ որևիցե տեղ բունկերում էր եւ ըստ Նիկոլ Փաշինյանի ընդամենը մոդերատոր էր, իսկ իր կին Աննա Հակոբյանը հոգեբանական աջակցություն էր, ուրեմն ցուցաբերում, նորմալ է դա։ Դա շատ ասեմ աննորմալ է ամեն առումով, բայց չմոռանանք դրա իրական նպատակը եւ հենց այդ է, ես բազմիցս ասել եմ, որ այս կինը շատ ավելի վտանգավոր է, քան իր ամուսինը, իհարկե ամուսինն էլ պակաս վտանգավոր չի, բայց դրա մեջ կա նաեւ մի սատանայական դիվականուշ եւ հենց նա գնացել բունկեր, որտեղ Նիկոլը դժվար թե այնտեղ դիմակայել է, շատ ու շատ այնտեղ գիտեք նույն Մովսես Հակոբյանի եւ այլ փորձառու մարդիկ են եղել, որոնց սա ուղղակի դուրս է հրավիրել բունկերից եւ ամեն բան վերցրել է իր կառավարման ներքո։ Հետևաբար նրա այնտեղ հայտնվելը ես կարծում եմ դիցուք հենց ինչու ինքը բունկեր եւ ոչ թե մեկ այլ ԿՊԱ-ական տղամարդ, քանի որ որևէ մեկը իրենից ավելի լավ չէր կարող այդ ֆունկցիան կատարել։ Այդ առումով նա գերազանցել է բոլորին եւ ուղղակի փայլուն հանձնել է իր արևմտյան տերերի առաջ իր քննությունը։ Իսկ էլի նորմալ է համարում, որ ինքը իր երեխաներին փաստացի զոհաբերում է, իբրև թե իհարկե, դա դերասանություն եղավ, այդ թվում, որ իբրև թե Աշոտիկին կարող են իրենք հանձնել մյուս երեխաներին ուրեմն հետ բերել Բաքվից եւ այդ թվում շատ բաներ էր ինքը անում իբրև թե փոքրիկների համար, այդ եթե կհիշեք նոր տարվա այդ տոնածառը, իդեպ այն վրանները, որոնք պետք է սարքվեին, Արայիկ Հարությունյանի նաև մտերիմներից մեկի հետ համատեղ է։ Ինչպես է այդպես լինում, որ իրենք համատեղ իբրև թե երեխաների համար են անում, բայց իրականում այդ երեխաները զոհվում էին։ Նայնե ջան, դու գիտեք, ինձ լավ գիտեք, որ այդ 18-ի անիծյալ քավիշը պատահական չէ եւ Նիկոլը պատահական չբերվեց իշխանության եւ նաեւ պատահական չէ, որ շատ ուտար ժամանակ անց Ստեփանակերտում եւս տեղի ունեցավ իշխանության փոփոխություն եւ այնտեղ իջեցվեց Արայիկ Հարությունյանը, որին ես համարում եմ Նիկոլ 2։ Այսինքն դա պայմանավորված, այսպես շատ լավ համակարգված գործողություն է մեր երկու պետականությունների ղեկը զավթելու եւ այնուհետեւ իրենց ուզած այդ հունով տանելու եւ այս ցեղասպանական ծրագիրը իրականացնելու համար։ Բայց մի քիչ լավ չձևակերպեցի երեխաների պահով։ Նորմալ է, Արայիկ Հարությունյանն էլ ունի իր երեխաները, բայց 18 թվականին հիշում եք սայլակներով երեխաներին կանգնացրեցին, հետո ասացին առ ոչինչ էր, բայց հետո տարան կոտորեցին, այստեղ նոր տարի են անում, դա նորմալ երևույթ է։ Դա ոչ թե նորմալ չի, դա անմարդկային, անբարոյական պահվածք է, որտեղ այդ նույն 20 թվականի դեկտեմբերին, երբ որ սա Արայիկի թողտվությամբ փորձում էր այդտեղ այս տոնածառը զարդարել, անգամ ընդեղ իբր նվերներ էր պատրաստել փոքրիկների համար եւ այնուհետեւ ժողովուրդը դա ստիպեց, որ ապա մոնտաժեն, հիշում եք, դրանից հետո նրա այդ թունոտ նորից շատ մեծ սարկազմով, այսպես ծաղրանքով այդ հոդվածը, որտեղ հարձակում էր գործել մեծահասակների վրա, ասելով, որ նրանք միգուցե եւ սիրտ չունեն, բայց նրանք միգուցե չեն մտածում արդյոք փոքրերի, չէ՞ որ այդ փոքրիկները այդպես ուրախանալու ուրախության կարիք ունեին եւ հիշում եք նրա այդ բանի հոդված ասեմ կամ պոստ ասեմ Facebook-յան վերջում գրել էր լավ ինչքան դեռ պիտի թաքնվեց 18 տարեկանների եւ մանկահասակների թիկունքում, այնինչ իրականում այդ նույն մանկահասակներն ու 18 տարեկանները իրենց համար են մսածու, մորթվելու մատերիալ եւ հետեւաբար գիտեք սրանք ասեմ Նարինե ջան, սրանք այնքան անբարոյական են, սրանք այնքան դիվային են։ Ինչու մասան չհասկացավ դա։ Ինչու մասան չհասկացավ դա։ Գիտեք, մեր մասան նայնը մի փոքր ուշ է հասկանում։ Մեր մոտ այդ պերսոնալիզմը իշխող, դա իհարկե նաև
ինչ որ չափով մեր ազգային նկարագիրն է, պարզապես որտեղ ես ինչքան թերթում եմ այդ պատմությունը, ես տեսնում եմ այդ նույն պատկերները, նույն դրվագները, դրանց կրկնությունը անգամ իմ մոտ դեժավյուի տպավորություն է, բացառությամբ ասում եմ այդ 70 տարիների Սովետ Միության, որի ընթացքում մենք կրթվեցինք, մենք մեզ ստեղծած համակարգում չէինք, դա ներմուծված համակարգ էր, որտեղ նաև պատմությունը ցավոք ապացուցել է, որ երբ որ մենք մեր համակարգներն ենք դնում, ապա դրանք մեզ տանում են կործանման, մենք համակարգեր չենք կարողանում ստեղծել։ Ուրեմն հիմնական պատճառը դա է, որ նախ ասում եմ մեր գենետիկ կոդում դա կա, այդ անհատապաշտությունը, կարևոր իմ ընտանիքը, իմ տունը, իմ երեխան, ինձ բան չլինի, եւ իհարկե նաեւ բոլոր այդ բարոյական ցենզերի այլասերումը, այն ինչ որ տեղի ունեցավ մեզ մոտ անկախությունից ի վեր, կրթության այդ սարսափելի այդ կրթական համակարգի ոչնչացումը, կրթական ցենզի հետ քայլը, բարոյականության, մշակութային բոլոր այդ ցենզերը եւ դրա արդյունքում ստեղծվեց, կարելի է ասել, այսպես բնազդով, անասնական բնազդով, երբեմն այդ բնազդից դուրս հանրության առաջացումը, դա դրանով ավարտվեց։ Եվ այդ էր նաև պատճառը, որ այդ պահին մարդիկ դեռ նաև գիտեք պատերազմի հետ պատերազմյան շոկներ կար, բայց նաև կա այդ գործոնները մեծ դեր խաղացին եւ ասեմ նաև հետ պատերազմյան շոկի մասով, քանի որ ես ինքս եղել եմ այդ վիճակում, շատերը դեռ իրենց երեխաներին չէին գտնում։ Այո։ Օրինակ տղայիս մահվան լուրը ստացել եմ 20 թվականի հոկտեմբերի 12-ին, բայց երեխայիցս ընդամենը մեկ մասում ինձ հանձնել են 2021 թվականի նոյեմբերի վերջին, դեկտեմբերի նոր հուղարկավորեր, պատկերացնում եք, գրեթե 14 ամիս։ Այդ չեմ ասում, որ այսօր 3 տարի անց պատերազմից հետո դեռ շատերը ոչ մի մասում չեն ստացել, չեն էլ իմանում, թե իրենց երեխաները ուր են կամ ինչ է նրանց հետ եղել, եւ նորից մենք ունենք հարյուրավոր գիտեք անհետ կորածներ եւ գերիներ, որոնց այս սատանայապետի ամուսինը օրինակ անհետ կորածների ծնողներին ասում է բանուգործ չունեք, գնացեք տուն, զբաղվեք ձեր ողջ երեխաներով, իսկ ասով էլ ասում էր ոչինչ, դեռ մի քիչ էլ կսպասեն։ Այսինքն դրանց այլանդակությանը սահման չկա։ Եվ նորից վերադառնալով այդ տոնածառի թեմային, երեխաների թեմային, այդ երիտասարդների թեմային, դրանք վամպիրներ են։ Դրանք հատկապես այս մատղաշ տեսակի արյունը շատ են սիրում եւ նրանց գործողությունները դա ապացուցում են անկախ նրանից, թե նրանք ինչ պոպուլիստական հայտարարություններ են անում։ Տիկին Մեգլիքյան, ես միշտ նայում եմ իր միմիկաներին, ինձ կարող է գուցե ձեզ եւ այլն համացանցում հատկապես ասում են, էս ինչ դեմք է, էս ինչ եսիմ ինչ է, աչքը ծուռ է, դեմքը փուչիկ է, չգիտեմ, մի խոսքով տեսքին են կպնում։ Ես նայում եմ եւ Աննային այսպես հիացած բաներ են գրում եւ հիշում եմ իր հայացքը, չար հայացքը։ Հատկապես շատ լավ հիշում եմ, երբ Զարուհի Փոստանջյանը այդ ցույցերի ժամանակ փորձեց մոտենալ եւ միկրոֆոնը վերցնել, անհավանական այդ չարությունը եւ բացի դա ես իրենք բոլորին ճանաչում եմ ամուսիններին, քանի որ լրագրող եմ, եւ հիմա որ Սիսիան էր գնացել, այդ բարի, այդ բարակ ձայն, այսինքն ինքը իր միմիկաների վրա աշխատում է, դերասանական ինչ որ տաղանդ է ցուցաբերում, դա նորմալ է մեր դժբախտության հետ։ Նորմալ է, որ այդպիսի կնոջը ընդունում են, այն էլ 1000 ձեզնից ներողություն, 44 օրյա պատերազմում եւս զոհվածի մի մայր, որ իբր հյուրատուն է բացում եւ գրկախառն այդ կեղծ կնոջը ընդունում է։ Նայել ջան, սկսել նրանից, որ այս մարդակիրը Զարուհուն նրան ոչ միայն խլել են միկրոֆոնը, որտեղ հետո ինձ Զարուհին պատմել է, այլ նաև այդ պահին եղունգով վնասել է Զարուհին, անգամ արյուն ամել։ Ես կասեմ, որ դա եղել է Թավիշի առաջին արյունը ըստ էության, եւ այդպես ստիպել են, որ Զարուհուց խլել են միկրոֆոնը եւ ստիպել են, որ Զարուհին բեմից իջնի։ Այսինքն նրանք շատ լավ հաստատել են, որ իրենց այնտեղ հայրենասեր մարդիկ պետք չեն, հատկապես մարդիկ, ովքեր աչալուրջ են եւ շատ արագ ամեն բան կհասկանան, եւ գիտեք, Զարուհին հենց այդ պատճառով էլ բարձրացել էր բեմ, որ կոչ աներ, որ որևէ դեպքում հանկարծ Նիկոլ Վարչապետ չգորա ժողովուրդը։ Ինչ վերաբերում է, գիտեք, այս բնունից գյուղ դրա այցին,
Նաև զուգահեռ անցկացնեմ նույնը արեց ամուսինը մի փոքր ավելի վաղ, երբ որ Սյունիք էր գնացել, այնտեղ եւս մի որդեքորից մայր եկավ, այսպես իրեն հետ ողջավորվեց, անգամ շնորհակալություն էր հայտնում, ես անցնում շնորհակալություն էի հայտնում զավակիդ մորթելու համար։ Եվ հիմա այս բնումիսի այս խայտարակությունը չմոռանանք նաև պատերազմից հետո սրա բոլոր փորձերը գնում էր սրա նրա տուն նորից որդեքորիսների մեկի երեխային էր գրկում, մեկի հետ մարդուց էր տոնում։ Այս ամենը ուղղված են մեկ բանի, արժեզրկել անգամ որդեքորույս մայրերի ինստիտուտը, ցույց տալ, որ այս երկրում, Հայաստան աշխարհում վաճառվում են բոլորը, ներառյալ որդեքորույս մայրերը, ովքեր ըստ էության զոհաբերել են իրենց զավակներին։ Այդ բնումիսի այդ որդեքորույսը, դա իհարկե մինչ այստեղ այդ բոլոր այդ բեմադրություններից ամենասարսափազուն էր, որտեղ ես հետո իմացա նաև, որ այդ կինը ինքը փախստական է, ինքը Արցախից է ըստ էության, այնտեղ փորձել է տուն տեղ ամեն բան։ Ես հետաքրքրվեցի, Արցախում էլ չի եղել ինքը բնիկ։ Անհասկանալի է, որտեղից է եղել։ Եվ հիմա այստեղ առանց գետինը մտնելու նա այս սատանայի հետ, ընդ որում Արցախում սովամահության պայմաններում մեր երկրում տիրող այս ողբերգության ֆոնին նրանք տրնգի էին պարում եւ այնտեղ նաև ներկա են այդ մատղաշ աղջիկները, ըստ էության տղաներին մորթեցին, իսկ աղջիկներին էլ պատրաստում են, որպեսզի այսպես կոչված այդ իրենց բիզնեսներում, պանդոկներում տարբեր այդ գիշերակացի վայրերում սպասարկեն թուրքերին։ Ես այլ բան չեմ տեսնում եւ ես իմ բանի ելույթի ժամանակ Սառանձնավորի հրապարակում ասեցի մեկ նախադասություն Հրանտ Մաթեոսյանի խոսքերը, քանի որ գիտեք այնուամենայնիվ սրանք որդեքորույս մայրեր են, չեմ ուզում շատ այսպես խորանալ իմ գնահատականը։ Բայց ես ասեցի, որ մարդ անասունից տարբերվում է հիշողությամբ։ Հիմա մնացել եզրակացներ թողնեմ իրենց եւ թող հիշեն, որ իրենք միևնույն է վաղտե ուշ կանգնելու են Աստծո առաջ, իրենց զավակներին հանդիպելու են եւ այդ պահին ոնց են նայելու նրանց աչքերին եւ ինչ պատասխան են տալու Աստծուն։ Որտեղ այս կյանքը վարքյանական է։ Մենք այստեղ բոլորս ուղղակի թիթերի կյանքեր չունենք։ Սա շատ փոքրիկ մի բան է հավերժության ֆոնին։ Նայել ջան, եւ գիտեք, ես հիմա նախքան ուրեմն անցնենք մեր քննարկմանը, շարունակենք մեր քննարկմանը, ուզում եի անպայման նաեւ անդրադառնալ այդ Տերատո Կոչեցարին, որտեղ հետո դրանից հետո, երբ որ դա ստեղծվեց եւ նորից ցույց է տալիս, որ իբր իրենք 12 հոգով գնացել են փրկում են Արցախը, սա մի հոդված նորից հրապարակեց, որը կոչվում էր հայ մայրերի լռությունը, մեռյալ լռությունը, եւ այդտեղ ըստ էության պատերազմի պարտությունը հաստատում էր մայրերի վրա, որտեղ ասում է երկրի ղեկավարը կոչ արեց մայրերին, աղջիկներին մեկնել ռազմաճակատ, ասում է մենք այդ 12 հոգիս ընդհանրապես արձագանքեցինք, հիշում եք շպարված, ներկված, հարդարված, գեղեցիկ տարածքներում դրան գնացել էին, ֆոտոսեսիաներ էին անում, ու հետո հարձակվում է հայ մայրերի վրա եւ ասում է, որ ըստ էության երեխաները սպասել են մեր աջակցությանը, բայց այդպես էլ մայրերը չեն արձագանքել եւ այդ պատճառով այդքան երեխա զոհվել է։ Սա եւս նորից որպես պատերազմի մասնակից կներեք, որ ընդհատում եմ, ասեմ, որ նախ մենք չէինք հասցնում այդ շպարմար, ինչի մասն է խոսքը, նույնիսկ բաներ էին ասում, ես ասում եմ, մարդիկ չէին հասցնում հաց ուտել, ինչի մասին եք դուք խոսում, ժամանակ չկար։ Այսինքն դա ասեմ, ես երբ որ լուրը արդեն երեխայի այդ ողբերգական մահվան ստացա, ես մի քանի օր հետո գնացել եմ Արաքիրի վայնկամատ եւ այնտեղ ասել եմ ես ուզում եմ մեկնել Արցախ, եթե Ստեփանակերտում ապետ ինչ որ կերպ օգնել բնակչությանը, ապա այդպես եթե ռազմաճակատներ են պատրաստ, զինվորների հագուստ կլվանամ, ճաշ կպատրաստեմ, արկեր քաշ կտամ, միայն թե գնամ, որտեղ զավակը զոհվել է եւ ես ուզում եմ գնալ եւ վրեժխնդիր լինել։ Եվ ասեմ այդ օրերին, կոնկրետ այդ օրը նաեւ, երբ որ ես գնացի Արաքիրի վայնկամատ, այնտեղ հարյուրավոր մարդիկ կային։ Ինչ էին անում, ցուցակ էին այսպես կազմում, գրում էին անուն ազգանուն հեռախոսի համար, ասում են մենք դες կզանգահարենք եւ այդպես էլ չզանգահարեցին։ Հետեւաբար այս կինը հերթական անգամ ստում է եւ նա ասում այդ ոդվածում նորից փորձում է ամբողջ մեղքը գլորել հայ կնոջ հայ մոր վրա։
Ոչ միայն հայմոր, այլ ընդհանուր առմամբ, որովհետև եթե կհիշեք Ալիևը ասած դասալիքների մասին, եւ նա նույն թիվը կրկնեց, բա թե 11,000 հոգի դասալիք է եղել, եթե 11,000 եղել է, ամուսինդ բա 20,000 էլ փրկում էր, անհասկանալի է ում էր փրկում, հետո Սյունիքի մի հատվածը տալով եւ ընդհանրապես Հայաստանի արդեն 25%-ը երբ որ օկուպացվեց ադրբեջանցիների կողմից, հիմա էլ ասում է Հայաստանն էլ որ փրկենք էլի լավ է։ Այսինքն պարզից պարզ է, որ իրենք արդեն ծրագրավորված գնում են ոչ միայն Արցախի հանձնմանը, այլ Հայաստանի։ Տիկին Մելիքյան, դուք մայր Հայաստանի դաշինքի մեջ եք, բայց որպես ավականու անդամ չեք գնում, այդ դաշինքում շատ են մայրերը, կանայք ընդհանուր առմամբ, ես ուղղակի մեր գոլեգաներից Ալիս Գևորգյանի մասին էլ կասեմ, որ ինքն էլ ձերպես ուժեղ կին է, դուք շատ ուժեղ մեզ միայնակ մայր եւ նորից մինուճար զավակներ, ինչպես եւ այո, մինուճար ինձ համար միշտ գիտեք հանելուկ է եղել, դե Ալիսը իմ հարևանուհին է, մեր երեխաները միասին են մեծացել, ինձ համար շատ ծանր է բոլորի համար, բայց չշեղվենք, ուղղակի ուզում եմ հասկանալ, մենք կարող ենք այս կնոջը իր ամուսնուն ի վերջո դատի առաջ կանգնացնել, իրանք իրանց դատի դատաստանը տեսնենք, ինչ եք կարծում, եթե դուք ամեն ինչը ձեր սուքը, ինչպես ինքն էլ ասում է, սքի երկիր եք եւ այլն, ձեռք է առնում, հա, ծաղրում է, որ իբր մենք սխոր ժողովուրդ ենք, ուրախանալ չենք սիրում, երջանկությունից ամաչում ենք։ Հետաքրքիր է ինչի վրա պետք է ուրախանանք, մեր երեխեքի կորուստի, թե հողերի։ Ինչ եք կարծում։ Ամենածարսափելին, որ պատերազմից անցել է 3 տարի, այդպես էլ չկան ճշգրտված ցուցակներ անվանացանկերը զոհերի, եւ դա տալիս է ենթադրության առիթ, որ զոհերը շատ ավելին են, եւ գումարած դրա կողմից այդ հնչեցված 11,000 դասալիքը, դա ուղղակի ինչ ասեմ, դա վանդալիզմ անվան է, նորից բառ չեմ գտնում, բայց կասեմ, որ դասալիքը իրենք են, որտեղ իր ամուսնուց սկսած վերջացած իրենց ամբողջ ոհմակով, դրանք ոչ միայն դասալիք են, այլ նաև մարդիկ, ովքեր ապրել են հայոց բանակը եւ հայկական ամեն բան։ Վերադառնալու մայր Հայաստանին եւ ավականու ընտրություններին, ասեմ, որ ինձ առաջարկել են մտնել ցուցակ, բայց ես բացատրել եմ իմ ընկերներին, որ իմ կարգավիճակը ինձ թույլ չի տալիս մտնել որևէ ցուցակ, բայց դա չի խանգարում, որ ես իմ պայքարը շարունակեմ տանել, ինչը որ արել եմ ասում 20 թվականից ի վեր, եւ այո, ես շատ հպարտ եմ, որ այդ Բնունիսի, այդ նույն Սյունիքի եւ շատ այլ այսպես կոչված այդ ворթեգորիստների կողքին կան մեր տեսակը, կա Ալիսը Գևորգյան, կա նույն Մայր Հայաստանը, մեր Խաչիկը Մանուկյան, իմ հենց կոնկրետ զավակի այդ փորի հայտանային դիվիզիոնի մեր մյուս տղաների ծնողները Ջիվանը Միքայելյան, մեր Երիշե Զաքունցը, մեր Արմենը Աստրյան, որը այսօր Արցախում է կռիվ տալիս հենց Ստեփանակերտում եւ նա հենց անհետ կորածների հարցերով այդ ՀԿԿ դրա հենց նախագահն է եւ ես այդ մարդկանցով եմ ապրում եւ այո մենք պիտի պայքարենք այնքան մինչեւ որ սրանք կանգնեն դատարանի առաջ մենք ունենալու ենք մեր Նյուրնբերգյան դատավարությունը դա ասում եմ վստահաբար եւ իրենք այո պատասխան են տալու այս ամբողջ արհավիրքի համար ես դրան եմ հավատում նայեն է որտեւ եթե չհավատամ ես չեմ կարող ապրել ինձ այսօր կենթանի է պահում միայն այս պայքարը Իրեք լինում են շատ հաճախ պահեր, հիասթափվում եմ, տեսնում եմ մեր դաշտը պարակտումը, թե հայրը ինչքան են մեկը մյուսին ատում ավելի շատ իրար են ատում, քան թուրքերին։ Եվ այդ պահերին, երբ ասում եմ վերջ, էլ չեմ պայքարելու, էլ փողոց դուրս չեմ գալու, էլ ոչինչ չեմ անելու, միևնույն է ես էլ զավակ չունեմ, կորցնելու ոչինչ չունեմ, իմ կյանքն էլ ինձ համար այլևս դարձել է դժոխք, բայց հենց մեկ օր այդպես մնում եմ առանց պայքարի, ես հասկանում եմ, որ կյանքի իմաստը եւ նաեւ զավակիս նկատմամբ իմ պարտավորությունը իմ անմեղ զավակի եւ մեր մյուս զավակների առաջ, որ չի կարելի եւ ինձ այսօր կենթանի պահում է այս պայքարը
Եվ ես հավատում եմ, որ մենք հասնելու ենք մեր նպատակին, ոչ միայն սրան հեռացնելու ենք, ինչպես դա արդեն արեց Արցախի ժողովուրդը Ստեփանակերտում, տեսեք իհարկե դանակը ոսկորին հասավ նոր, բայց միևնույն է, արեցին, եւ կարծում եմ հիմա պետք է շատ աչալուրջ լինեն, որպեսզի քաոտիկ վիճակ չստեղծվի եւ ամեն բան լավ կլինի։ Ու ես վստահ եմ, որ եթե սա անգամ, սրան իշխանությունը արդեն այսպես երերում է, հաջորդը Նիկոլն է, եւ դրանից հետո արդեն, երբ որ այս տահակները ընկնեն, երբ որ մենք ազատագրենք մեր մայրաքաղաքը, ավականու ընտրությունները, ես այդպես եմ դիտարկում, պայքար հանուն մեր ամբողջ հայության մայրաքաղաք Երևանի, որպեսզի ազատագրենք թուրքից, քանի որ թուրքը նստած է Երևանում 18-ից սկսած, իսկ այնուհետև արդեն Հայաստանն ու Արցախը շատ արագ կազատագրենք, իսկ դրանից հետո նաև կարգի բերելով այդ ամենակարևոր այդ անցումի ընթացքում մեր սահմանները, մեր բանակը, մեր դիվանագիտական հարաբերությունները, որպեսզի այդ պատերազմը, նոր պատերազմը չմոտենա, թե սրանք ամեն բան արել են, որ պատերազմը գելոտինի նման կախեն մեր գլխին, այո, հաջորդ քայլը լինելու է սրանց պատասխանատվության ենթարկելը եւ իրենց կյանքի մնացյալ մասը պետք է անցկացնեն բանտերում եւ հիշում եմ մի ծնող կար առաջարկել էր, որ այնտեղ ամեն օր հնչեն մեր երեխաների անունները առավոտից իրիկուն, որպեսզի իրենք ամբողջ օրը լսեն այդ տղաների անունները եւ վայելեն, այսպես ասած, իրենց այդ ոչնչություն կյանքը վայելել է իհարկե շակերտներում։ Վերջին հարցը բանջարեղենի մասին, որ հպարտանում էր սոված ուրեմն արցախցիների դեմ, որոնք այսօր նույնիսկ այդ մեկ հացը չեն կարող ունենալ, տեսեք իմ աճեցրած բանջարեղենն է, այդ իր եփած աջափ սանդալից մենք կարող ենք դուրս գալ, դուք ասում եք պայքարելու ենք, մարդիկ ոչ մեկին չեն հավատում այլևս, ոչ նախկիններին, ոչ ներկաներին առավել եւս, դուք ոչ նախկին եք, ոչ ներկա եք ձեր թիմով։ Կարող եք այդ իրանց եփած աջափ սանդալից դուրս գանք։ Նայել ջան, ես վստահ եմ, որ դուրս են գալու, ինչու, որտեղ սա առաջին դեպքը չի, ճիշտ հասկանում եք, երբ որ ես վերադառնում եմ նույն 1915, 1920-ական թվականներ, դեռ մեր վիճակը շատ ավելի վատ է եղել, մենք իժանակ պետությունը չենք ունեցել, բանակ չենք ունեցել, սփյուռք չենք ունեցել, ոչինչ չենք ունեցել, այսօր անկախ նրան, թե սրանք մեր ինչպիսի կետի են հասցրել, մենք ամենայն դեպս ավելի լավ դիրքերում ենք այդ առումով։ Եվ ես հավատում եմ, այո, որ մենք սրանց կարողանալու ենք հեռացնել եւ կարողանալու ենք նորից վերականգնել այս մեր փորձրածը, չեմ ասում միանգամից, դա պետք է անենք հզորանալով եւ անպայման չի որ դա լինի պատերազմով, դա նորից եթե դու շատ հզորանաս կարող ես դիպլոմատիայով անել, առանց մեկ կապիլարուն թափելու։ Եվ ես վստահ եմ, որ մենք դուրս կգանք, որտեղ մեր ժողովուրդը նման իրավիճակներում հայտնվել է, ինչպես արդեն ասեցի, մեկ դար առաջ, այնուհետև գիտեք Սովետ Միության փլուզման ժամանակ նորից այս ծրագիրը դեռ այն ժամանակ էին ուզում իջեցնեին մեր գլխին եւ իջեցրին, այն ժամանակ մենք մտանք այդ նույն ցիկլը, սակայն այն ժամանակ այդ սովետի մարդկային ռեսուրսի շնորհիվ մենք հաղթեցինք եւ դուրս եկանք։ Եվ սա ըստ էության կարելի ասել արդեն 3-րդ կամ 4-րդ նման ուրեմն փուլն է, բայց պատմությունը ցույց է տվել, որ մենք ինչ որ տարօրինակ ձևով ամենաօրհասական պահին այնուամենայնիվ զարթնում ենք եւ հեռացնում ենք մեր գլխին կախված այդ յաթաղանը։ Իսկ Էրդողանը հայտարարեց, որ մենք իրենց յաթաղանի մնացած մնացուկներ ենք եւ իրանք ըստ էության պիտի վերջնականապես այս անգամ լուծեն հարցը։ Իսկ այս ապատիկ վիճակը Նայնա ջան, իհարկե հասկանալի է, 30 գումարաստարի զոհի խաբել են։ Զոհը ամեն անգամ գնացել արել անդրություն եւ ամեն անգամ խաբվել, ամեն անգամ ինչ որ մարդկանց են իջեցրել, որոնք կամ իրենց հաճախորդներն են եղել, կամ ինչ որ մարիոնետներ, բայց զոհը այսօր ես կարծում եմ շատ լավ հասկանում է, որ անցալ գնալով եւ հներ նորեր, որտեղ էս նորերն են, նրանք հներիցին են,
նորմալ չկա։ Ոչ մեկը տանուլ չի տվել, նույնիսկ եթե շատ քննադատում են առաջին նախագահին, ամեն դեպքում ինչ էլ լինի, նա հաղթանակած երկրի նախագահ է եղել։ Էլ չեմ ասում երկրորդ նախագահի մասին, որի դեպքում մենք զոհ չենք ունեցել, կորուստներ չենք ունեցել, երրորդ նախագահի սխալը եղել է իր փափկությունը առաջին հերթին։ Եվ հենց այդ Անահիտ ջան, մենք նախկինում այո եղել են շատ ահատավոր երևույթներ, այդ նույն կոռուպցիան, որը այսօր ուղղակի հազարապատիկ ավել է, բայց չգիտես ինչի մեր ժողովուրդը։ Բայց մենք 6 դար պետականություն չենք ունեցել։ Բայց մենք ունեցել ենք անվտանգություն, մենք եղել ենք հպարտ, գլուխներս բարձր պահած, որպես հաղթող երկիր, մեր ղեկավարները երբ որ տարբեր բարձր անդոններից խոսել են այդ Ալիևների հետ, ապա նրանք այսպես կմկմալով, կակազելով մի կերպ կարողացել են տակից դուրս գալ, իսկ այսօր այդ Քաջնազար Ալիևը տեսնում ենք արդեն ինչ մատաթափ տալիս, ծաղրում է մեզ, արդեն ասում է Երևանն էլ է իրանց պատմական հողը, Սևանն էլ է իրանց, ընդհանրապես մենք ստեղ քոչվոր եկվորներ ենք։ Երևանն էլ արդեն։ Այո, դրա համար ես կարծում եմ, որ ժողովուրդը այնուամենայնիվ ողնաշարով հասկանալով, որ ինքը պետք է ոտքի կանգնի իր կյանքի իրավունքի, իր գոյության իրավունքի համար, դա տեղի է ունենալու եւ մենք սրանց հեռացնելու ենք։ Այլապես Աննա Հակոբյանը Շուշիից հետո հրավիրելու է Երևան չայ խմելու եւ մուղամ լսելու Տիկին Մեհրիբանին, ինչը շատ հավանական է։ Շնորհակալություն Տիկին Նաիրա, որ համաձայնվեցիք հարցազրույցի, գիտեմ ինչքան ծանր է, բայց այսպես ասած Նիկոլի ասած Աննան էլ է հերոսացին եւ ձեր նման մարդկանց ընդհանրապես համեմատելը սրբապղծություն եմ համարում եւ զարմանում եմ նրանց վրա, որոնք այդ մարդկանց ընդունում են, գրկախառնվում են եւ շարունակում են իրենց դավաճանական ծրագրին նպաստել։ Նանե ջան, այդ մարդկանց վրա պետք չի զարմանալ, քանի որ այդ տեսակը միշտ է եղել, անգամ ասում եմ սովետի ժամանակ, երբ որ այդքան կրթեցին, դաստիարակեցին, անգամ այն ժամանակ կար այդ կատեգորիան, եւ հիշում եք հենց դրանք էին այն ժամանակ եւս դնում էին, արդեն մտցնում էին այդ ծև սպիտակ, արցախցի, երևանցի, բայց իրանք ձայնի իրավունք չունեին, ոնց որ հիմա սրանք բերեցինք, նստացրեցինք մեր գլխին։ Դրան էի բերում, որ այն ժամանակ իրենք սստուված էին, քանի որ իրենք ձայնի իրավունք չունեին, իսկ այսօր այս ամբողջը ստացել է ձայնի իրավունք եւ ըստ էության նորմալ մարդիկ այլևս դիտվում են որպես աննորմալ, իսկ այս անբարոյականները դարձել են նորմալ։ Երբ որ մենք սրանց հեռացնենք, առաջին նորից գործերից մեկը, որ պետք է անենք, պետք է նորից փորձենք կրթել ժողովրդին եւ նաեւ ամեն մեկը պիտի իմանա իր տեղը։ Եվ օրինակ հավաքարարը շատ հարգալից է վերաբերում այդ մասնագիտությանը, նույն տաքսու վարորդը, բայց իրենք քաղաքականությամբ չեն կարող զբաղվել, ինչպես որ քաղաքական գործիչը չի կարող լինել տաքսու վարորդ, այսինքն ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով եւ մենք այդ ամենը պիտի անենք, մենք շատ անելիքներ ունենք, Նանե ջան, միասին։ Աստված առաջ, հուսամ Նիկոլի այսպես կոչված բոզարած մայրերը չեն լինի իր կնոջ իրավիճակում եւ մենք նորից կվերականգնվենք հարգված մայրերի, Մայր Հայաստանի դեմքը դիմակիցը։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ Նանե ջան։ Մեծ պատիվ է, շնորհակալ եմ, տեսություն։ Սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Նարինե Կիրակոսյանի YouTube-յան ալիքը, եթե չեք բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, նորից մենք հարցազրույցներ կունենանք, ես նորից Տիկին Մելիքյանին էլ կխնդրեմ մի քանի օրից խոսենք այլ թեմաների մասին։ Հաջողություն։ Հաջողություն։